Ես ասեմ Վարդան Ղուկասյանի մասին ես իմ կարծիքը ասել եմ, իմ կարծիքը չի փոխվում։ Որ պետք է բանտում լիներ։ Ես իմ կարծիքը չեմ փոխում եւ կարծում եմ, որ իր տեղը ճիշտ տեղը բանտում է։ Ում եք մեղադրում, որ բանտում չի։ Ով է թերացել։ Բոլորիս։ Օրինակ ինչ պետք է անի։ Ես քաղաքական գործիչ եմ, ես որևիցե բան չեմ կարող անել։ Դե բոլորիս, որովհետեւ երևի ինչ որ պահի, ինչ որ տեղ ամեն ինչ չէ որ ճիշտ են կարել, բայց նաեւ կան հարուցված գործեր եւ կարծում եմ ինչ որ ժամանակի ընթացքում այդ գործերը իրենց հանգրվանին կհասնեն։ Այդ ոնց է ստացվում, որ մնացածի հետ կապված։ Չէ, չեմ կարծում, որ դրա մասին ես է որ պետք է հայտարարություններ անեմ։ Ես որ իմանայի ում են կալանավորում, շատ մարդկանց հետ կապված հետևություններ կանեի նախապես։ Սիմոնյան, Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունն եմ ուզում անդրադառնալ։ Ես հատուկ ձեզ համար դուրս եմ գրել, ինչ են ձեզ ասել։ Ինձ ասել եմ, ես չեմ նայել։ Ոչ, քաղաքացիական պայմանագրին։ Տես ասում է Հայաստանի կառավարիչների կողմից անտերության է մատնված Արցախահայությունը։ Այս տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայում է այս կապիտուլյանտ իշխանություններին։ Եվ պատկերավոր էլի հիշել է իր նախկին արտահայտությունը էշի հետ կապված, կներեք, պիտի այսպես ասեմ, ես ձեզ չեմ ստիպել գնալ եւ նախրի միջից պատճել ամենաբարձր զռացող էշի ճակատը։ Դա կարծես թեւավոր խոսք դարձավ սրանց մասին։ Հիմա ուզում եմ վերջին զարգացումները հաշվի առնելով շարունակել միտքս։ Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք։ Եվ վերջինը 2018-ին իշխանազավթում է տեղի ունեցել, ըստ Սերժ Սարգսյանի։ Ես կարծում եմ տենց մտածել եմ, որ բավարար չի այդ բանավեճը իր եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ, թե ով է իշխանության բերել քաղաքացիական պայմանագիրը եւ միջի հիմա չի հասկացել, որ այսուհետ իշխանության բերում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կամ ինչ որ մեկը չէ, որ ինչ որ մեկին պետք է պատժի եւ դրանով իշխանության բերի եւ կարծում եմ թե փորձում է այդ բանավեճի մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ այսպես ասած միավորներ հավաքել դա իր դե գիտեք ինչ ինքը որ մեր մասին վատ բան ասում մեր վարկանիշը բարձրանում է ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին հաջորդ ընտրություններին իր դեմքով արդեն հանդես գալ ընտրություններին մասնակցել բանավեճի հանրային հեռուստատեսության, որ նախատեսված է օրենքով, քարոզ արժավ անցկացնել քաղաքական գործ չի, որը որ տենց հայտարարություններ է անում ճիշտ տրամաբանությունը դա է։ Ինչ վերաբերում է այդ բարերին կապիտուլյանտը բան, ասենք մերժվածի կողմից մենք արդեն ասել ենք, նախ ինքը հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորությունն է, երկրորդը կապիտուլյանտն է ինքը, որովհետև այն ամեն ինչ որ ինքը արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ որ իրանք արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ նշ չէ, որ մի գիշերվա մեջ այն ամեն ինչ որ 2020 թվականին տեղի ունեցավ։ Վերջի վերջո չենք մոռանում, որ 2018 թվականից այս կողմ միակ կառույցը, որի մեջ ոչ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, ոչ որևիցե կտրուկ բաներ են եղել, դա պաշտպանության նախարարությունն է եղել։ Եվ ուստի դա խոսալուց տենց ամպագորգոր վիրավորանքներ հնչեցնելուց թող մի հատ հայլու մեջ ինքը իրան նայի, էլի խնդրում եմ, ու մի հատ իր անցած ճանապարհը նայի ու ամաչի, որ Հայաստանի Հանրապետության մասին խոսելով, Հայաստանի Հանրապետության շահի մասին խոսելով իր մերձավոր շրջապատի, իր փեսեքի, իր մնացածի բարեկեցությունն է մեծացել, ոչ թե բանակի, որ ինքը 80-ականների զենքերով էր զինվում, բայց իրանք 2007 թվականի ջիպերով եւ դղյակներով էին ապրում։ Թող մի հատ դրա մասին խոսել, ամոթ է։ Ասում մենք խոսում է, շատ լավ է, թող խոսա, ասում, թող իր դեմքով մասնակցի ընտրություններին, ավելի մեծ լավություն մեզ առաջ։ Սիմոնյան ասում է կմիանա այն նախաձեռնություններին, որոնք պահանջում են իշխանության հրաժարականը։ Ինչ նախաձեռնություններ նկատում եք։ Չգիտեմ, ինչին ուզում է թող միանա, այս 5 տարիա, 6 տարիա հա միանում են, անընդհատ թող միանան։ Հիմա Փարագարում 2027-ին որ իշխանությունը կրեց, արդյոք մտաբախություն չունեք, որ նույնը կլինի 2026 թվականին, որովհետև ասում են սա ցուցիչ էր ընտրությունների։ Չէ, չունեմ, որովհետև նախ Գյումրի մենք պարտություն չենք կրել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, 2 անգամ ավել ձայն, քան երկրորդ տեղի ներկայացուցիչը, եւ գիտեք ինչ, ժողովրդավար երկրներում, ժողովրդավար համակարգերում, որտեղ որ ամեն ինչ կանոններով շատ հազվադեպ է լինում, որ 50% 50 եւ պլյուս 1% հավաքում են որևիցե կուսակցություն, միշտ դա կոալիցիա տեսնել Գերմանիայում, Անգլիայում եւ վերջացնում։
Իհարկե ոչ չի կարող, որովհետև դուրս կգան Քարոզ Արշավի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ես ասել եմ Գյումրիում եմ ասում, կարամ վերջացնեմ խոսակցությունը։ Գյումրիում եմ ասում, մենք ավելի շատ ձայն ենք հավաքել, քան հավաքելու, քան 2021 թվականին։ Ես դրա մեջ եմ։ Առաջարկով, որովհետև այն առաջարկը, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անում է եւ կանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այլընտրանք չունի։ Այն առաջարկ, տեսեք, այս ընտրություններն ջան, դրա մասին բաները ընտրողները կորոշեն։ Հիմա քո անձնական պատկերացմամբ բաները գնահատականները դա քոնն է, իմը կարող այլ տարբերակ լինի, չէ, որի մասին ես ասում եմ։ Խաղաղությունից ասում դա եղավ, պարոն Սիմոնյան, 21 թվականի խաղաղության օրակարգով եք ընտրությունները։ Գիտես ինչ, դժվար է չէ ասել, որ հիմա մենք պատերազմի մեջ ենք։ Դժվար է չէ ասել, որ հիմա պատերազմի դե այդ դրա մասին է լինելու հաջորդ ընտրությունները եւ մենք մեր խաղաղության օրակարգ առաջարկելու ենք մարդկանց եւ իրենք ընտրություն են կատարելու ինչ որ բաներ ասում։ Հետո գիտես ինչ բանի Գյումրիի ընտրությունները կամ Փարաքյարի ընտրությունները դա քաղաքական ընտրությունների մասին չէր, այսինքն եթե հիմա մենք կարա վերջացնենք, եթե մենք վերադառնանք այն Քարոզ Արշավին, որը որ տեղի է ունեցել Գյումրիում, թե ընդդիմադիր գործիչների կողմից, թե նաև մեր տեխնացուի կողմից, դրանք հիմնականում տեղային խնդիրների մասին խոսակցություններ, որը որ մեծ հաշվով տրամաբանական է։ Այո, կար քաղաքական կոմպոնենտ, հա, կային նախկինները, որոնք տարբեր մարդկանց դեմքով եկան եւ մասնակցեցին, ասենք Վարդանը ներկայացնում էր բանը, Ղուկասյանը ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանին, Էնմիսը ներկայացնում էր Սերժ Սարգսյանին, եկան ոչ իրանց դեմքով մասնակցեցին, մի կտոր ձեն տարան, հիմա փորձում են միավորում, դա քո գնահատականը, ես չեմ, դա քո գնահատականը։ Կապրենք, կտեսնենք, հաղթանակը այն է, երբ որ իր մարդիկ կունենան քաղաքապետ, երբ որ այդ քաղաքապետը արդեն Գյումրու համար կաշխատի եւ Գյումրու համար ռեալ բաներ կանի եւ բայց քվեների մասով դուք ասում եք, չգիտեմ, կարող է եւ ունենա, ես չեմ ասում չեն ունենան, բայց պետքա գործ անի, երբ որ այդ գործը տեղի կունենա եւ այդ մարդիկ կգնան միանձնյա ոչ թե 4 հոգանոց կոալիցիա, որի գոյությանը ես հետագա աշխատանքին ես չեմ հավատում, դուք մի քիչ ուշացաք։ Ես չեմ հավատում, որտեղ ես վստահ եմ նաեւ հայտարարությունից է Մարտուն Գրիգորյանի դա հնչում, որ հա լավ, օքեյ, ես բանը կապահովենք, բայց հետո ով ասեց, որ մենք իրար հետ աշխատել ենք։ Այդ դրա մասին է, որ եւ դա անվանել հաղթանակ կներեք, օրինակ ես տենց հաղթանակ չես ունենալ։ Զայների ներողություն։ Ուզում եք ավելի հերվից բղավեք։ Ես ինչ եմ արել։ Դուք ասում եք ամենաշատ քվեները ստացավ Գյումրիում իշխանության քաղաքացիական պայմանագիրը, նաև մյուս կողմից ասում եք նախընտրական փուլում էր դա ասվում, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչներն են կամ իրենց, այսպես ասած, թիմակիցներ, այո, ստացվում է, բայց չի ստացվում, որ նրանց ձայների հանրագումարով ավելի շատ ձայները զուտ, ավելի շատ քվեարկեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների օգտին, քան քաղաքացիական։ Շատ լավ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է վերադառնան եւ ազատ ընտրություններով նման ընտրությունների մենք կընդունենք այդ ընտրությունը, բայց ես դրան չեմ հավատում։ Ես դրան չեմ հավատում։ Լավ, ուրիշ բան ասեմ։ Չէ, ես ձեր բոլոր հարցերը, լավ, մի րոպե, ձեր բոլոր հարցերը եկեք մի բանի իմի բերենք, հա։ Համապետական ընտրությունները եւ, ասենք, չգիտեմ, Սարիկ Մինասյանի ընտրությունը կամ որևիցե այլ համանքապետի ընտրությունները դա թե խուսույթով, թե օրակարգով, թե տեխնացուով, թե իր ասելիքով տարբեր բաներ են։ Տեսեք, 2021 թվականին մենք ընտրություններում եղել է համայնք, որ հավաքել ենք 80% եւ նույն այդ համայնքում 25% ենք հավաքել տեղական ընտրությունների ժամանակ։ Եկեք տարբերեք եւ նես չի որ միջև այս երկու ընտրությունները որևիցե այլ համայնքում այլ կուսակցության ներկայացուցիչ համայնքի ղեկավար չկա, ուստի եկեք իմի բերելով այս թեման, ֆիքսենք հետեւյալը։ Ոչ, սա որևիցե, սա ես կարգալի խոսեմ, սա որևիցե ձևով կապ չունի եւ չի կարող կապ ունենալ որևիցե այլ ընտրության հետ։ Սա Գյումրիի ընտրություններ, Փարաքյարի խոշորացված համայնքի ընտրություններն են, որոնցից մենք հետևություններ ենք անում եւ անցնում ենք։ Հիմա Գյումրիում ընտրել են Վարդան Ղուկասյանին, Մարտին Գրիգորյանին, Կարեն Սիմոնյան, կարծեմ Սիմոնյանին, Ռուբեն Մխիթարյանին, թե Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Թե համ նրանց համ նրանց։ Իրանց դեմքով ընտրել են Ռոբերտ Քոչարյանին եւ Նայ, ինչ որ չափ այո, իմանալով որ այդ մեկը ներկայացնում է, ես մի թեվերն մյուսը ներկայացնում, մյուս թեվը նաև ընտրել են այո։ Պարոն Սիմոնյան, գնայք 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանին 21% երկրով մեկ ձայն չտվեցին։ Ուրիշ բան ասեմ, 21 թվականին մենք ընտրությունները հաղթեցինք, դրանից
որոշ ժամանակ անց Բալասանյան դաշինքը Գյումրիում ավելի շատ ձայն հավաքեց, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ձայն հավաքել, քան Բալասանյան դաշինքը այն 2021 թվականի 54%-ից հետո։ Հիմա այդ մաթեմատիկան ով ասենց քաղաքական բանով մեզ այդպես լավ բացատրելու, որ արդյոք դա չի նշանակում սա կամ անա։ Այո, տվեք։ Գյումրու կառավարումը փաստորեն այսպիսով տուժելու է, ինչպիսի սցենար է հնարավոր, փաստորեն այսպիսով տուժելու է, ինչպիսի սցենար է հնարավոր կոմպրոմիսային, որպեսզի Գյումրու կառավարումը հետագայում այդպես չքաշքշվի։ Ում այդ կոմպրոմիս։ Իրանք այն 2-3-4 հոգին, որոնք որ իրար հետ միավորվել են եւ ի հեճուկս իրենց նախկինում արված հայտարարությունների, ի հեճուկս իրենց անցած ճանապարհի որոշել են այնուամենայնիվ ապահովել, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, գնացեք իրենց այդ հարցը տվեք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այնքան բան, ինչքան արել է Շիրակի մարզի եւ Գյումրիի համար, երևի ցավոք սրտի չի հասցրել դեռ անել այլ մարզերի եւ այլ բա կարող ենք ներողություն չեմ կարծում։ Ես չեմ կարծում, որ մենք դա արել ենք Վարդանի կամ ասենք մյուսի համար։ Իհարկե անելու ենք։ Տեսեք, Գյումրին մեր երկրի, մեր իշխանության, մեր բոլորի համար ամենավառ, ամենասիրուն, ամենաուժեղ լուսավոր կետերից մեկն է, ո՞նց կարող չի։ Պարոն Սիմոնյան, մեր նախորդ հանդիպումից հետո ձեր խմբակցությունը հերթական կորուստ ունեցավ, Իլեն Գաբրիելյանի նկատի ունեմ, եւ ձեր այն մի կորուստներից մեկը Հովիկ Աղազարյանը, որը խոստացել էր, որ ԿՊ-ի հետ համարժեք է քվեարկելու, ձեր վերաբերմունքով պայմանավորված փոխել է իր որոշումը եւ հիմա ի հակադարձ ԿՊ-ի է բանանելու, քվեարկելու։ Ինչ կասեք այս մասին, ու ընդհանրապես ձեր վերաբերմունքը չէ փոխելու իր նկատմամբ։ Ինչ վերաբերմունք փոխելու բան չկա, ես իրան վերաբերվում եմ ինչպես յուրաքանչյուր մարդա, որը ունի իր սխալները, ունի իր լավ կողմերը եւ վատ կողմերը, ոչ մի ձևով ինչ արձագանք։ Նեղացրել եք Աղազարյանին եւ չէ, պարոն Աղազարյանին ես որևիցե ձևով չեմ նեղացրել, ընդհակառակը մշտապես փորձել եմ իրեն ամեն ինչով օգնեմ եւ իր այս կեցվածքը անկեղծ ասած իմ համար անհասկանալի է, բայց այնուամենայնիվ ես իր նկատմամբ բացասական, որ ասեմ, տենց ինքը իմ համար տենց թշնամի է կամ հակառակորդ է, չէ, մեր նախկին գործընկերն է, որը իր ընտրությունը կատարել է իր բոլոր հետևանքներով։ Էթիկայի հանձնաժողով չստեղծելը կապ ունի 44-օրյա քննիչ հանձնաժողովի բացահայտումների հետ Քոչարյանի։ Չունի։ Թաքցնելու Չունի։ Էթիկա 44-օրյա բանի պատերազմի հանձնաժողովը նախաձեռնվել է մեր կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել է այնտեղ եւ ամեն ինչ պատմել է եւ այդ հանձնաժողովի գոյությունը եւ եզրակացությունը ամենաձեռնատու եւ ամենամեծ շահառուն Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող իշխանությունն է։ Պայմանավորված է ծավալով, պայմանավորված է կարեւորությամբ եւ պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր բան պետք է, այսպես ասած, կրկնակի ձևով ստուգվի եւ դա այդ հարցով կարծում եմ ճիշտ հասցեատերը մի րոպե նարեկ հարցազում տա մի վարքան արդյոք սա նշանակում ով ասաց որ չի ստեղծում մենք իր անձի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու հարցը չենք քննարկել Քոչարյան Անդրանիկի մասին է խոսքը չենք քննարկել բայց ես արդեն ձեր գործընկերներին ասել եմ որ ընդհանուր առմամբ էթիկայի հանձնաժողով բարև ձեզ էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշում մենք մշտապես ունեցել ենք որ մշտապես գործող էթիկայի հանձնաժողովն է որ նմանատիպ հարցերի պարագայում